Վերջին զանգ հեռուստասերիալում Հենգդոն շարունակում է վերահսկել բոլորի կյանքը, կարծես ինքն է այս ընտանիքի անփոփոխ դիկտատորը։ Սակայն վերջապես Միքայելը փորձում է ձայն հանել։ Այժմ, երբ Միքայելը սկսել է փոքր-ինչ մեղմ լինել իր հարազատների հանդեպ, փորձում է վերաբերվել ավելի մարդկայնորեն։ Հենգդոն ամեն կերպ խոչընդոտում է նրան։ Նա թույլ չի տալիս Միքայելին ինքնուրույն որոշումներ կայացնել, հատկապես երբ խոսքը վերաբերում է նրա ընտանիքին։ Ավելին, Հենգդոն շարունակում է վիրավորել ու ստորացնել Աննային, դարձնելով նրա կյանքը իսկական դժոխք։ Եթե Հենգդոն այդքան ագրեսիվ կերպով չկաթար Միքայելի ուղեղին դեռ հիվանդանոցում, ապա գուցե Միքայելը վաղուց արդեն խոսել ու բացահայտել էր ճշմարտությունը բոլորի առաջ, բայց հիմա ամեն բան ավելի խճճված է, քան երբևէ։ Իսկ այսօրը եւս մեկ հիշարժան պահ տեղի ունեցավ։ Ֆաինան այսօր վերջին անգամ հայտնվեց նկարահանման հրապարակում։ Նրա մասնակցությունը վերջին զանգը սերիալին այսքանով ավարտվում է։ Մի քանի սերիայից հետո նրա կերպարը այլևս չենք տեսնի նախագծում, քանի որ դերասանուհի Անի Մեհրաբյանը հրաժեշտ է տալիս այս պատմությանը, մեկնելով Հունաստան ուսումը շարունակելու։ Մյուս կողմից ավագը կրկին գնում է Միքայելի մոտ, հույսով թե գուցե այս անգամ կկարողանա ճշմարտությունն իմանալ, բայց կրկին ոչինչ չի ստացվում։ Միքայելը ինչպես միշտ ցինիկ ու սառնասիրտ ոչ միայն հրաժարվում է որևէ բան բացահայտելուց, այլև ուղիղ տեքստով դուրս է անում ավագին իր տանից։ Այս տեսարանը եւս մեկ անգամ փաստում է, որ Միքայելը դեռևս պատրաստ չէ բախվել իր արածի հետևանքների հետ։ Իսկ մինչ Հենգդոն եւ Միքայելը շարունակում են ոչ միայն վերահսկել, այլև փոխել մարդկանց ճակատագրերը, Հենրին ու Էլիզը միասին գնում են մանկատուն եւ որդեգրում տղա երեխա, բերելով նրան տուն, նոր կյանք տալով իրենց ընտանիքին։ Սակայն Հենգդոյի արձագանքը կանխատեսելիորեն աղետալի է։ Նա կատաղած դուրս է անում ոչ միայն Հենրիին ու Էլիզին, այլև նոր որդեգրված երեխային։ Մյուս ծայրում, քաղաքի ռոմանտիկ մթնոլորտում, Նոյը ամուսնության առաջարկ է անում Անգելինային։ Այս պահին Անգելինան զգում է խառնաշփոթ զգացմունքներ։ Նա նեղվում է, որովհետև ամենայն ազնվությամբ կցանկանալ այդ առաջարկն ստանալ այն մեկից, ում իսկապես սիրում է։ Բայց քանի որ դա այլևս հնարավոր չէ, նա ստիպված ընդունում է այն իրականությունը, որը ունի։ Եվ ահա, երկար ներքին պայքարից հետո, իր ներսում հաղթահարելով բազմաթիվ հույզեր ու կասկածներ, Անգելինան տալիս է իր համաձայնությունը, ասելով այո։ Հարգելի հետևորդներ, արդյոք ճիշտ է վարվում Հենրին այդ երեխային բերելով իրենց տուն, հատկապես հաշվի առնելով, որ նա առաջիկայում չի պատրաստվում շարունակել իր կյանքը Էլիզի հետ։ Գրեք մեկնաբանություն։ Հղի եք, ասեք հղի ենք։ Էս ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված եւ ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել, ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Էլինը մեջ ճանաչում է, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ դեռ Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Անկամ պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդը մեզ իրենց տոն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան, մեր պրոդյուսերի մոտ
Իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում։ Մեկ-մեկ հոգնում ենք, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու տանում։ Շատ են հարցերը իմ ու Լյովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը ասենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի մտերիմ էի, ավելի ջերմ էի, իրանք ինձ քրոջ նման էին ընդունում։ Լևանի հետ շատ հեշտ մտերմացանք, իր բնավորությունն էլ շատ լավն է, իմ բնավորությանը մոտ է, միասին շատ լավ ենք իրար հասկանում, աշխատում, կես բառից, կես հայացքից, մի խոսքով իրար հետ աշխատելու հետ կապված խնդիր չունենք։ Ինձ մնաց շուրթերս, աչքերս արագանեմ եւ գամ ձեզ մոտ։ Այո, վերջ։ Այս պահին Լիլիթ եմ դարձել ու պատկերացնում եք, եթե Լիլիթը երգեր Моя душа такая нежная, у колонги каскасвеш. Ոնց կարանք դու նежная душа ունենաս, սերվա։ Սիրուն բաբը սերվի։ Հենց նոր իմացա, որ մենք վերջում միասին չենք լինելու։ Տեսարան եմ անցնում, ձեր ամենասպասված տեսարանն եմ անցնում։ Սպասում եմ Լյովը գա, որ խաղանք։ Ինչքան եք սպասել դուք ես տեսանեն ժողովուրդ։ Շատ։ Փորձեմ լավ խաղամ։ Ինձ լավ բաներ գրեք, ոգևորվեմ, որ լավ խաղամ։ Տեսեք աչքերից տակն արդեն ուռած կեսը նկարել ենք։ Так что սպասում եմ ձեր լավ խոսքերին։ Գնում ենք նկարահանման մեր տրիոն։ Լավ ենք անում ինչա։ Դու ինչ կասես։ Քայլում ենք։ Գործում ենք։ Այս տեսարանները դուրս չի եկել։ Ասում ենք իրարներին։ Այդու։ Ու ես իրանց տպաղել։ Իհարկե Անգելինա դեպի։ Անգելինան ումր է կմնա սիրահարների այդ։ Մելը տեսե։ Ես կգնամ։ Ես եմ գնում։ Անգելինայի տուն։ Լավ կռիվ մի արեք, երկուստը ճիշտ։ Հանգստացի փոքրիկ շարեն, քաշի արաբը, ապի մեջ, ապի մեջ, հանգստացի գնամ չապատում, ապի, չարեք չասացեք, ինքը բոլորի դու դրավատ պա,